Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդների վարիքիվներ։ Ժողովուրդ ջան, շատեր ասում եք, որ ինձ չեք տեսնում, հիմա ինձ տեսնում եք, խնդրեմ, բայց ես ունեմ տեսանյութեր, որտեղ սլերությամբ երևում են, դեմքս էլ ամեն ինչ։ Հիմա, ինչ եմ այսօր ցույց տալու ձեզ։ Անցած անգամ, երբ որ ես տեսանյութ արեցի այս սարքի մասին, ժողովուրդ ջան, այս սարքը պատրաստել եմ փոքր գեներատոր շարժիչով, որը հանել եմ միգրովալովկաների մեջից, այդ ջերուցիչների մեջ կա այդ սարքից։ Մարդիկ գրեցին կոմենտներ եւ դրական եւ բացասական կոմենտներ գրեցին։ Նախ ասեմ, որ ես ինքս շատ ալիքների հետևորդ եմ, բաժանորդ եմ։ Եվ եթե ես տեսանյութը դիտում եմ, ինձ դուր է գալիս դնում եմ լայք անպայման, եթե կոմենտ եմ գրում շատ գրագետ չվիրավորական իհարկե, որոշ մարդիկ կոմենտներ էին գրել, իհարկե դրանք ես հեռացրեցի, մեկը նույնիսկ գրել է, չի էլ հասկացել ուղղակի ինչ եմ ասում։ Հիմա ես ձեզ ասեմ, ինչ եմ ասել այդ տեսանյութի մեջ եւ ինչ է այդ մարդը գրել։ Հիմա ես միացնում եմ տեստերը վարդագին, դնում ենք փոփոխական լարման ռեժիմ, դնենք 200 վոլտ ենթադրենք։ Ասել եմ ժողովուրդ ջան, տեսեք, ես պտտեցնում եմ, լծակով պտտեցնում եմ գեներատորը, դուք կտեսնեք, թե ինչպես են փոխվում թվային արժեքները տեստերի վրա։ Այդ նախադասությունը, հիմա տեսեք, տեսնեք, բարձրանումը նույնիսկ անցավ արդեն 200 վոլտ է, ես դնեմ 600 վրա, որ դուք տեսնեք։ Տեսեք, թե ինչպես են փոխվում, պես 240 եւ այլն։ Թվային արժեքները տեստերի վրա։ Այդ ընկերը կոմենտ է գրել։ Ես 65 տարի էլեկտրոնիկայի մեջ եմ, մի հատ դեպի բարել գեր սկզբից, ինձ բացատրեք, թե ինչ է նշանակում տեսաթվային ալիքներ։ Բայց ես նման նախադասություն չեմ ասել, նորից կգնցի նույն ինչ որ եմ դերեմ ասել։ Մի խոսքով, դա դնենք կողքի։ Իհարկե ես նման կոմենտները չեմ թողնում, ջնջում եմ։ Սա դնում ենք մի կողմ։ Ես նորից կգնում եմ նման սարքը տան մեջ կենցաղում հազվադեպ է պետք գալիս, այն ժամանակ երբ որ լույսերը անջատում են, ասենք ուզում եք մի բան գտնեք, մանգակ իջնեք սարը եւ այլն։ Բայց դրսում գտնվող մարդկանց համար, ովքեր գտնվում են երկարաժամկետ սարերում, անասուն են պահում, կամ անտառներում, կամ տուրիզմ, մտնում են քարանձավները, այս սարքը իրոք շատ լավ անփոխարինելի սարք է։ Հիմա շարունակում ենք, ես դրեցի կողքի, ես ստացել եմ պատվեր մի մեղվապահից, որը որ խնդրեց իր համար պատրաստեմ նմանատիպ սարք, մի քիչ ավելի կատարելագործված, ավելի ուրիշ ֆունկցիաներ ունի։ Այս սարքի չափերը ինքն է ասել ինձ, ինչ չափով սարքել, մեկին մեկ սարքել եմ, ինչ որ ցանկացել է։ Սա տեսքով նման է, նույն գեներատորն է մեջը, հիմա եթե սա պատտեսնում եմ, նորից դուք կտեսնեք, որ լույսը աշխատում է եւ տալիս է մինչև 240-280 վոլտ։ Կարող ենք լիսկավորել ֆանարներ, կարող ենք լիսկավորել բավրբանկեր, մի խոսքով։ Բացի դրանից, այս սրա վրա ես ինքը խնդրել եմ, որպեսզի ունենա լույս, ինքը շատ է կարդում գրքեր եւ գիրքը դնում է սրա վրա, որ ձերքերը չհոգնի, ինքը տարիքով մեծ մարդ է, դրա համար ինքը սեղանը մեծ է ուզել, ես էլ ցակել եմ իր ուզած չափերով։ Հիմա լույսը ես միացնում եմ, ունի լույսի ռեժիմ։ Այս լույսի տակ ինքը կարող է գիշերը ընթերցել։ Այս լույսը սնվում է մարտկոցով, որը տեղադրել եմ սրա մեջ, ես ցույց կտամ, 1500, կարծեմ 1500 միլիամպեր տարողություն ունի ետագում դասերը։ Անընդհատ կարող է լուսավորել, այս մեջը կա 5 դիոդ եմ տեղադրել, անընդհատ կարող է լուսավորել այս դիոդներով մոտավորապես 6-ից 8 ժամ։ Հիմա ես բացեմ ձեզ ցույց տամ, թե ինչ է սա մեջը։ Ինքը խնդրել է, որպեսզի ունենա դարակ, հիմա դարակ եմ սարքել, սրա մեջ ինքը դնելու է լամպը, հաջորդ եթե հանգարտ, որտեղ նա մեղվապահ է եւ մոտավորապես կես տարի 6 ամիս գտնվում է անընդհատ ինքը մեղուների հետ դրսերում։
դաշտերում, չգիտեմ որտեղ։ Եվ սրա մեջ նաև կա շիկացման թելիկ, որտեղ մեղվաբանները հաճախ կրակ են անում։ Սա հիմա կասեմ ինչի համար է։ Ես հիմա ցույց կտամ ես։ Հիմա ես բացում եմ, մեջը ցույց տամ ձեզ։ Խնդրեմ։ Այս մասում տեղադրված է լիսկավորիչ սարքը։ Այստեղ կտասնի, որ ավելի լավ է։ Ցանկացած ժամանակ կարելի է փոխել, եթե իհարկե փոխում ենք մարտկոց, այստեղ մեջտեղը մարտկոցն է դրված, ասե 1500 մԱչ ժամ, այստեղ միացրել եմ անտենայով, որ ցանկացած ժամանակ կարելի է փոխել այս լիսկավորիչ սարքը, եթե դուք փոխում եք մարտկոցը, համապատասխան։ Մեջը պարզ երևում է, այստեղ դրված է շարժիչը, գեներատոր շարժիչը։ Այստեղ անջատիչներ են երկու հատ ռեժիմների, ինչ եք լիսկավորում միացնում եք այդ ռեժիմը, ես սխեման ձեզ կներկայացնեմ, մի խոսքով ունի այս տեսքը, ուրիշ բարդություն չկա։ Հիմա ծածկում ենք ու շարունակում։ Նաև ինձ խնդրել ես սարքեի կրակ այրիչ լիսկավորող ակումուլյատորով։ Հիմա այստեղ դուք տեսնում եք, ես կմիացնեմ լիսկավորեմ։ Միացնենք այս սարքին ու փորձենք լիսկավորենք։ Այստեղ կտեսնենք դիոդը, եթե կարմիր է, ուրեմն լիսկավորում է։ Ենթադրենք լիսկավորված է սա, անջատում եմ, վերցնում եմ շիկացման թելիկ, մեղվաբանները հաճախ են կրակ վարում, ինչ-որ մեղուներին ծուխանելու համար։ Ես մեղու չեմ պահել, ես չգիտեմ մեղվապահ չեմ, ես անում եմ այդ մարդու խնդրանքով։ Այստեղ երկու հատ բրոնզի մեխեր են, որոնք միացված են ելքին, ակումուլյատորի, լարումը մոտարապես ինչքան հիշում եմ 7.5 վոլտ է։ Հիմա ես եթե սա միացնեմ, պետք է շիկացման թելիկը շիկանե եւ կարող են կրակ անել։ Վերցրել եմ բամբակ, հիմա փորձենք։ Լավ չի լիսկավորվել, մի րոպե։ Սիրելի ժողովուրդ, նաև խնդրել է այդ մարդը, տեսեք, այս եղանի վրա լամպեր նայեք, նման լամպեր։ Սրանք տուրիզմի համար է երևի, որովհետև այս մասերում կան կոմբինացիաներ։ Սրանք աշխատում են մարտկոցներով, հիմա միացնենք սովորական մարտկոցները։ Եվ նստած է մարտկոցը լուսավորվեց ես, հա։ Ահա լուսավորվեց։ Նույնը սա է, սրա մեջ տրվում են այս մարտկոցներից, հիմա ես եթե տեղադրեմ, կաշխատի, բայց կարող է մի փոքր էլի նստած լինեն սրանք։ Սենց էլ փակվում է։ Ու այսպես չի աշխատում, որտեղ էլեմենտները հին են սրա։ Հիմա սա դնենք կողքի, այն մեկը փորձենք։ Հիմա սա փորձենք։ Ահա, լուսավորվեց սա։ Էլի նույն մարտկոցներից է։ Ինքը խնդրել է, որպեսզի այս լամպերը ես ձևափոխեմ, սարքեմ լիսկավորվող ակումուլյատորներով, մարտկոցներով լիսկավորվող, որովհետև
Սրանք երկար չեն աշխատում, եկը բողոքում է, շատ շուտ փչանում են, խոնավանում են, չգիտեմ ինչ, եւ այս տեսն է ստանում։ Տեսեք, ու վնասվում են, ու չի աշխատում, ու համել ծանր են։ Ինք ուզում է ձևափոխենք, սարքենք լիսկավորող։ Հիմա այդ մեկը ես արել եմ, այս մեկը արդեն ձևափոխած է։ Ես կբացեմ մեջը կտեսնեք, որ դրված է սովորական մարդուց 500 միլիամպեր այս է երկաթից 500 միլիամպեր է 5 վոլտ հիմա կլիսկավորենք եւ կփորձենք ինչ ձերի աշխատելու հենց այս սարքով դա արդեն արել եմ մնացած 3-ն էլ պետք է ձևափոխեմ սարքեմ լիսկավորող միացրել ենք սրան հիմա պատտեսնում ենք դուք տեսեք խնդրեմ նայեք Եչի մարդկոց ասեցի 500 միլի ամպեր ժամ հզորություն ունի, պատտեսնում ենք, դարել, իսկավորել և օգտագործել արդեն այս ֆանարը։ Հիմա անջատում ենք, ձևափոխել եմ, անջատի չեմ դրել, խնդրեմ։ Սա շատ կեցեր է կանթեն 3 մարդկոցի միասին և կարելի օգտագործել գիշերը կարդալու համար կամ չգիտեմ մի տեղ գնալու դուրս գալու մեղուներին նայելու համար։ Սա էլ էս է։ Ես մնացած 3-ը պետք է նորից ես ձևափոխեմ, սարքեմ դիսկավորվող։ Ժողովուրդ, ես նորից ցույց եմ տալիս ձեզ, քանի վոլտ, եթե դուք կաշխատեք այս սարքերով շատ զգուշ եղեք, որովհետև լարումը շատ բարձր է, մինչև 280-300 վոլտ։ Դուք տեսեք, հիմա ես նորից մեկ անգամ ևս ցույց տամ ձեզ տեստերով, որպեսզի համոզվեք, որ կարելի է հոսանքահարվել, պետք է պահպանեք անվտանգության կանոնները։ Տալիս է սինուսոիդալ լարում, փոփոխական լարում, տեսեք, հիմա ես միացնում եմ տեստերը փոփոխականի վրա, դնենք 600-ի վրա, որովհետև շկալան 200 չի եկում, որովհետև 200 ավելի բարձր է։ 600-ի վրա դնում, պատտեսնում եք, դուք նայեք թե ինչ ձև է փոխում լարումը։ Եթե դուք պտույտները կարգավորեք, մոտավորապես կստանաք 200 վոլտ լարում։ Նաև այս սարքով ես օգտագործում եմ, այս սարքերով օգտագործում եմ, երբ որ վերանորոգում եմ գիրլանդները, այսինքն դոնազարի լույսերը, նման լույսեր։ Մեկը նախքան այն առաջի տեսանյութի մեջ կոմենտ էր գերի մի տղա երիտասարդ էր իր տարիքով, որ ես իրագերուս զգացի որ երիտասարդ է, որտեղ ինձ դիմում էր հարգանքով, բայց ասում է դուք ասում եք որ փոփոխական լարում է տալիս, ինչպես կարելի է դիոդը լույս տա, չի լուսավորի, պետք է դիոդի համար լինի հաստատուն լարում։ Հիմա ես ապացուցում եմ, որ սրանք սովորական դիոդներ են, գիրլանդներ են, դոնազարների համար նախատեսված։ Հիմա միացնում եմ սրան ես լարը։ Սա պետք է ես սարքեմ, սրա մասին առանձին տեսանյութ կանեմ։ Այս վիճակով եկել հասել է ինձ, այս պլաստան լրիվ այրված է, խնդրեմ տեսեք, պետք է սարքեմ, դիոդները ես հանել եմ 4 դիոդից 3-ը վարված են, այստեղ դրված են նաև տիրիստորներ, 4 տիրիստոր, ելքի տիրիստորներն են, 4 սեկցիա է։ Հիմա ինչպես մենք դիմանանք տիրիստորներ աշխատող են, թե չէ, դրա համար առանձին ես տեսանյութ կանեմ։ Հիմա կոնկրետ ես անջատել եմ այս լարերը, հանել եմ դուրս, պլատայից անջատել եմ, ատպայքայեմ արել, որովհետև շատ դժվար է գտնել, որ դիոդն է փչացած, այստեղ կան 100-ից ավել դիոդներ եւ միացած է բոլոր հաջորդաբար, եթե մի դիոդ է փչանում է, դրա սեկցիայի մեջ, այստեղ 4 սեկցիա է, յուրաքանչյուր տիրիստերին առանձին սեկցիա, բայց ամենայն դեպս մենք կիմանանք, թե որ սեկցիայի մեջ է փչացած եւ դրանից հետո մենք պլազմոնկար դեստորով կարող ենք գտնել դիոդը փոխենք, լուսային դիոդը։ Հիմա միացրել եմ սրան, այս սարքը, այս լարով և այս լարը, որ ես նշել եմ, սա ընդհանուր է բոլորի համար, սա միացնում եմ այստեղ, ծայրը, մի ծերին, որտեղ որ կարելի է, այս մյուսը պատահական վերցնում եմ, միացնում, փորձում պատտեսնենք։
Տեսնենք որ սեկցիանի աշխատում։ Մի րոպե, մի վայրկյան, շուրտը։ Մեկ վայրկյան։ Տեսեք, սա դնենք կողքյուր ձեզ չխանգարի, տեսեք, շատ թույլ պտույտով ես համարը չեմ պտեսնում, տեսեք իմ մատի շարժումին տեսեք, շատ հեշտ ասում եմ, որ երբ որ դուք վերանորոգում եք այս լույսերը, հիմա հաջորդը, այդ մի սեկցիան աշխատեց, երկրորդը գտնում եք մյուս լարը, այս լարը, և միացնում ենք նորից այս մեկի հետ, նորից փորձում ենք, հիմա պետք է շատ լուսավորեն, տեսեք շատ են արդեն քանակով, և գտնում ենք մյուս հաջորդ լարը, ես է, սա գնի երորդը, ընդհանուր 4 լար է, դրանք ելքերն են ռեզիստորների, հիմա ես միացնում սա ու պետք է քանակը շատանա, դուք նաև ուշադրից ձևանի վրա, տեսեք քանակը արդեն շատացավ, և գտնում ենք նաև վերջինը 4-րդ լարը սա է, 4-րդ լարը միացնում ենք սրանց հետ, նորից, տեսել եք երիտասարդի պատասխանը, որ ուրիշ ոչինչ չկա, դիոդնի մոտ չկա, ոչինչ չկա, փոփոխական լարում է սա, իհարկե պետք է դիոդը, լուսային դիոդը, սովորական դիոդը ցանցի մեջ աշխատում նաև փոփոխական լարման տակ, խնդրեմ, արդեն բոլորը լուսավորվում են, բոլոր դիոդները լուսավորվում են, շատ հեշտացնում է, երբ որ ես նման աշխատանք եմ անում, այս սարքը շատ հեշտացնում է, որպեսզի գտնեմ որ դիոդը չի աշխատում կամ որ դիոդները փչացած, եթե ելքի դիոդները, այս դիոդները որն է փչացած, մենք կիմանանք, դիոդները հեշտ է, դիոդները պլազմոնքով գտել ենք, հանել պլացայի վրայից, պլացան կվերականգնեմ, նոր կսարքեմ, կտամ ես սարքել դիրոջը։ Այդքան էլ դրա մասին ժողովուրդ ջան։ Նույնիսկ այս սարքով ես ռադիո եմ լսում։ Հեսա տեսեք։ Խնդրեմ։ Սա հարթուկ է, ռադիո հարթուկ է, ես եմ սարքել, իմ այս տեսքը, կարելի է մեղվապահը օգտագործի օրինակ գիշերը ռադիո լսի։ Կարդալու սպասի ենթադրենք, հիմա ես չգիտեմ արդյոք եթե հանգած երաժշտություն եղավ, YouTube-ը նկատողություն կանի, ես հիմա պաուզա կտամ գտնեմ մի բան, որ խոսում են, երաժշտություն չլինի, որ կմիացնեմ։ Ես անտենա անենք, ստեղ սիգնալը լավ չի, ճիշտն ասած։ Ինչ-որ խոսում է, անհասկանալի։ Ես կանով ավարտում եմ տեսանյութը, եթե հարցեր կունենաք կոմենտներում ժողովուրդ ջան, մեծ սիրով կպատասխանեմ, իհարկե վատ կոմենտներ ես կջնջեմ, որտեղ ես ոչ մեկին չեմ պարտադրում, չեմ ստիպում նման բաներ անել, պարզապես ես դա անում եմ, ցույց եմ տալիս։ Եթե հավատացիք դրեք ձեր լայքերը, բաժանորդագրեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը, բոլոր եղեք առողջ, բարին ընդ ձեզ, ցտեսություն։